Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդկասթի 118-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել, վերլուծել շաբաթական լրահոսը, դա անում ենք մեր գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը իր մոտ 20 տարվա վաղեմությամբ փորձով շարունակում է ձեզ առաջարկել անվտանգության պահնորդական բարձրակարգ ծառայություններ թե Երևանում, թե Հանրապետության մարզերում, թե իրական ժամանակում եւ տարածության մեջ եւ թե հեռավար, լինի դա կենտրոնացված տեսահսկման, VIP թիկնապահների տրամադրման, ուղեկցման, փոստի անվտանգության, ձեր տների, բնակարանների, ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների, արտադրական օբյեկտների, առանձնատների, ընտանիքի անդամների պահպանության, պահնորդության հարցերը, բոլոր այս հարցերում անվարան կարող եք վստահել մեր գործընկերոջը Pantera Security-ին, առավել մանրամասն տվյալների համար այցելեք Pantera-ի ըմկայք, սոցցանցերի համապատասխան էջեր Pantera անվանումով կամ զանգարեք 53 78 50 հեռախոսահամարով, եթե երկու ճակատ պրոմոկոդն էլ ասեք, հատուկ առաջարկ կստանաք։ Շաբաթը սկսվեց եւ շարունակվեց հակաեկեղեցական արշավի նորանոր դրսևորումներով։ Նախ անցած կիրակի օրը, դեկտեմբերի 7-ին, Գյումրու, Շիրակի մարզի եւ համայն հայության համար շատ ցավալի մի օր Փաշինյանը որոշեց կրկնակի բղծության ենթարկել Գյումրին եւ Գյումրու առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցին։ Իր շքախմբով, հարյուրավոր ոստիկաններով, ԱԱԾ-ականներով, մի քանի մարզպետներով, ԿՊԱ-ական համայնքապետերով եւ նրանց աջակիցներով, ԿՊԱ-ական պաշտոնյաներով, падգամավորներով, նախարարներով ներխուժեցին Սուրբ Յոթվերք եւ պատարագին նմանվող մի արարողություն անցկացրին։ Շատ ուշագրավ է, որ դրան նախորդած մի քանի օրերի ընթացքում ազգային անվտանգության ծառայություն կոչվող կառույցի ներկայացուցիչները օրեր շարունակ հորդորել էին Շիրակի թեմի երաշտական խումբն է, որ գործիքներ են առնում, որ նվագեն։ Կարծեմ է դա։ Հորդորել էին Շիրակի թեմի տարբեր քահանաների պատարակել Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթվերքում, ի պատիվ նրանց եւ ի պատիվ այդ թեմի առաջնորդ բանտված Միքայել arczepiskopos Հաչապայանի Աստված նրան քաջառողջություն տա այս ծանր փուլում բոլորը հրաժարվել էին այդ պիղծ եւ անպատիվ առաջարկից եւ նրանք ստիպված Արմավիրի թեմից մի հայտնի տեսանյութով հայտնի հոգեվորականի էին հրավիրել, իսկ տեսանյութում մերկապար պարող մի աղջիկ է եւ նա էլ սիգարետ ծխում այդ ֆոնին։ Սիգարետ թե ավելի բարակ գլանակ, որի պարունակության մասին հնարավոր չի պատկերացում կազմել տեսանյութից։ Իր դեմքի արտահայտությունից կարելի է կռահել թե պարունակությունը ինչ է, բայց ես չեմ կարծում, որ սովորական թութունը կարա մարդուն այտենց բավականություն պարգևի։ Մուշադյան ազգանվամբ այս քահանան էր, ահա Արմավիրի թեմից իր թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանի հետ միասին եկել Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցի եւ այնտեղ իբր պատարակ մատուցում, հետո էլ արարողությունից հետո ինչպես տեսար արագորեն ծլկեց լրագրողների հարցերից եւ գյումրեցիների ցասումից, ճիշտ այնպես ինչպես այդ 4 սրբազան կոչեցյալները՝ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Սիոն Սրբազանը Արմավիրի թեմի առաջնորդ եւ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Բայց այդ քանի փոխարեն կարելի էր ընդամենը մի հատ իշավոտնուկ տանել, որ գոնե Վահագն Խաչատուրյանը մեծ մարդ է, նստի, մանավանդ որ ինքը աղոթակի չի, ասենք չի կարում չոքի, կարող է հոդերն էլ ցավում էլի, ասենք դա մեծ մարդ է։ Գոնե մի հատ ասենք թե 4 սրբազանի փոխարեն որ մի հատ իշավոտնուկ կլեր, շատ ավելի ֆունկցիոնալ կլներ, քան այդ 4-ը որ գնացեք այնել են, ընդ իրանք են նստելու տեղ չունեին։ Ընդ որում առաջնակարգ դերակատարությունը, ինչպես նկատեցիք, տրվել էր Նավասարդ arczepiskopos Կճոյանին, որը նույն Փաշինյանի ձեռամբ դեռևս 2014 թվականին կնքվել էր Bentley Samo մականվամբ։ Նրա դեմ մի քանի քրեական գործեր են հարուցվել, իդեպ վերջինը հարուցվել է մի քանի ամիս առաջ, այսինքն այս վարչախմբի ձեռամբ եւ նրա կողմից, ընդամենը 1 ամիս առաջ, երբ ներեկեղեցական այս գզվրտոցը եւ վեհապարի ու հայոց եկեղեցու կանոնական ընթացքի դեմ այս արշավը եկեղեցու ներսում սկսված չէր։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ասում էր, որ եկեղեցականները չպետք է Bentley-ներ ունենան, շքեղ կյանքով ապրեն, ակնհայտորեն նկատի ունենալով Նավասարդ Կճոյանին։ Գժվել է կազմած, բան մենք ոնց ենք անում։ Եվ ահա Կճոյանն էր, որ տնօրինում էր այս պատարակը։ Փաստորեն ղեկավարում դրա ամբողջ ընթացքը, հսկում դրա հակականոնական բնույթը, իսկ հակականոնական բնույթի կարևորագույն առանձնահատկությունը վեհապարի եւ թեմակալ առաջնորդի անունները չտալն է։ Ընդ որում ուշադրություն դարձրու Էդգար, որ օրինակ
Արարատյան հայրապետական թեմում, որտեղ առաջնորդական փոխանորդ է հենց Կճոյանը, այդտեղ մշտապես տրվում է իր անունը։ Եվ Աստծուն աղերսանք է հայցվում եւ աղոթք է բարձրացվում առ Աստված, թե մակալ առաջնորդի առողջության համար։ Իսկ ահա Իսկ պատվիրաններն էլ են ասում, ասենք օրինակ մի շնացիր, մի գողացիր, թե իսկ մեր իր անունը տալուց։ բանտված սրբազանների անունները ԱԱՑ-ն հորդորում է չտալ։ Այսինքն օրինակ Շիրակի թեմի առաջնորդի անունը ըստ ԱԱՑ-ի եւ այդտեղ աղանդավորական հավաքներին իր մասնակցությամբ հայտնի եւ Նոր Հայաստան նոր հայրապետ հակականոնական շարժման ջատագովներից Կարեն Պետրոսյանի ակտիվ ջանքերով պարտադրանք կար չտալու։ Այսինքն օրինակ որոշ թեմակալ առաջնորդների անուններ պիտի տրվեն, բոլոր նրանց, ովքեր Փաշինյանի ձեռքը սեղմել են։ Փաշինյանի խաչն են համբուրել։ Փոխանակ Փաշինյանը իրենց խաչը համբուրել։ Իսկ մյուս մեր առաքինի բարձրաստիճան հոգևորականների անունները չպիտի տրվեն եւ 2 օր առաջ տարածված նամակը, որտեղ 3 սրբազանի ստորագրություն կար, շատ հստակ, հատու եւ վերջին ամիսների թերևս ամենադիպուկ բնորոշումներն էր ուղղում այս վարչախմբին, նրան անվանելով զինված բանդա։ 3 բանդված սրբազանները Բագրատ, Միքայել եւ Արշակ arczepiskoposները ցավոք սրտի Մկրտիչ սրբազանը այլ կալանավայրում է եւ ֆիզիկապես չի կարող միանալ այդ նամակին, բայց նրանից էլ մի քանի ուղերձներ լսել ենք այս ընթացքում։ Նրանք բոլորը իրենց վրթովմունքը, ցասումը, արդար զայրույթն են արտահայտում այս իրավիճակի հետ կապված, իրենց միանշանակ աջակցությունը հայտնելով հայոց հովապետին եւ մեր եկեղեցուն, միաժամանակ, եթե հիշում ես, նաեւ պատրաստակամություն էին հայտնել մասնակցելու եպիսկոպոսած ժողովին, որը ցավալիորեն տապալվեց, մայրաթորը ժամանակավորապես այն հետաձգել է, ինչի շուրջ իբր վրթովմունք են հայտնում այս 10 տիրադավ եպիսկոպոսները։ Վազգեն Միրզախան, իմիջիալոց նրա հետ կապված խնդիր կա, նոր դու Կճոյանի մասին էր ասում։ Որ մեկի հետ խնդիր չկա, բոլոր 10 խնդիրներ ունեն։ Խնդիր չունեն, դե չէին էթա։ Ընդ Գեթային Էշմիածին էլ, Գեթային իրանց աղոթատեղին, ինչ են էթում Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ, չէ՞։ Դու նկատել ես, որ սա եկել է չի էթում։ Մենք ամենտեղ ասենք դրա մասին խոսում, Բալթյան երկրների առաջ, Բալթյան երկրներն ուր ինքը ուր։ Կարող է նա գիտի թե ինքը Սևանի կամ Երևանյան լճի առաջնորդն է։ Բալթյան երկրները գտնվում են Բալտիկ ծովի ափին։ Նա որտեղ է գտնվում։ Երևանյան լճի ափին նա ինչ գործ ունի հիմա այսքան։ Ինչ որ սեկտը փակ է, ես 168-ում կարդացի, որ նման տեղեկություններ կա, իսկ սեկտը փակն է, եթե դատանի որոշում չկա, նշանակում է քննիչի որոշումով է նա բան էլի հիմա չբացակայելու արգելք կիրառվել։ Իսկ այդ նշանակում է քրեական գործ, վարույթ, որտեղ ինքը առնվազն մեղադրալի կարգավիճակ պիտի ունենա, որ չկարողանա հանրապետությունից բացակայի։ Իսկ դա էլ նշանակում է հայկական ժամանակում Civic-ում հանրային հեռուստաընկերությանը նրա տված հանրային լավ արը որ գնացել է, հանրային իմ սրտից է որ գնացել է, հետո երկու շաբաթ ես շատ մեծ սիրով կմշակեմ։ Այս Civic Mivic-ը իսկականից պետք չէր, իսկ հանրայինը դա ճիշտն ասած ես է Պետրոսին խնդրել։ Մի կարևոր դրվագել վերլուծենք անցած Կիրակի օրը տեղի ունեցած ըստ իս կատարյալ ֆիասկոից, որը ապրեց այդտեղ Փաշինյանը, ընդամենը մի քանի 100 հոգանոց խառնամբոխի ուղեկցությամբ նախապես նախորդ գիշերը փակել Գյումրու առաջնորդանիստ եկեղեցու դռները, ընդ որում այն դեպքում, երբ հոգևորականներից որևէ մեկը չի համաձայնում այդ պատարակը իրականացնել եւ ավելին հավաքում է այն սպասքը, այն հանդերձանքը, որով դա պիտի իրականացվեր, կապարակնքում է կամ կնքում է դռները եւ հաջորդ օրը միայն նրանք մտնում են իբր իրենց բողոքական, ավետարանական եկեղեցուն բնորոշ արարողություն են իրականացնում, որ ավելի շատ հանրահավաքին է, կյանքի խոսքի ղեկավարն էլ է նմանվում։ Իրենք հերքեցին ասելով, որ Արթուր Սիմոնյանը Միացյալ Նահանգներում է, դժվար է ասել, այդ հերքում էր, թե իրականության քողարկում։ Ուրեմն դվայնիկն է։ Կփորձենք բարձել։ Դվայնիկը, տրայլնիկը ուտլինիցել է, սաղել են դե։ Այս ամենից հետո, տեսնելով, որ տապալումը իրոք կատարյալ է, Փաշինյանը գյումրեցիների արդար վրթովմունքին եւ ցասմանը հանդիպեց, որևէ գյումրեցի այնտեղ, որը ԿՊԱ-ական չկար։ Այդտեղ, ասենք, բերված էին տարբեր տեղերից հավաքված առանձնյակներ, որոնցից որևէ մեկը Գյումրու հետ կապ չուներ։ Եվ այս ցավալի իր համար ցավալի պատկերը տեսնելով Փաշինյանը որոշեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլ սկսել, աշխարհիկացնելով եկեղեցին։ Հիմա էլ պնդում է, թե իբր մեր դրոշը պիտի դրվի եկեղեցու ներսում եւ պատարակը սկսելուց 5 րոպե առաջ էլ Հայաստանի պետական հիմնը
պետք է հնչի նույն այդ երգչախմբի բայց կատարմամբ։ ասում 11:55, օրինակ 10:55։ 10:55, բայց մտածելով որ 11-ին է պատարակը։ 10:30 է սկսվում պատարակը որպես Բայց կանոն։ օրինակ Սուրբ Գրիգոր Լուսավորություն եւ Մայրաթորում 10:30 է։ Հիմա ասենք 10:30 սկսեն, մի 25 րոպե ընթանա, պատարակը ընդհատեն։ Իսկ հիմեկում գիշերը ժամը 12-ին եթերը չեն ընդհատում որ օրներքը, սրանք օրներքը հանել են։ Հետո ընդ ուրիշ վեճ կա։ Ալեն Սիմոնյանը դժգոհ է այդ օրներքից։ Ասում է այդ տխուր, չգիտեմ, բան, երգը պիտի չհնչի։ Հիմա Ալենն ասում է թո չհնչի, Նիկոլ Փաշինյանն ասում է թո հնչի։ Հեսա արանքում Ռոմանոսը գալու է ասի, դե որը տենցա էլեկտրոցանցի այդ անջատումների ծանուցումներն է թո ամեն քահանա, ասենք իր տարածքին է, ենթադրենք ասենք վայքում պատարակի ժամանակ ասի թե որ գյուղի հոսանքազրկում է որ ժամին ալելու։ Դες գրաֆիկը տան հետո վիոլա ջուրը գա ասի, բա չհասկացանք, ցանցի անջատումներն ասում եք, բա ջրամատակարարման խափանումներն է, պատկերացնում ես սրանց ուր են հասել Դավիթ։ Ու սա ասում է մի մարդ, որի կառավարության նիստերը օրներքով չի սկսում։ Ասենք դե կառավարության նիստերը որ օրներքով։ Օրինակ երբ որ ես մարզպետ էի, անկեղծ ես բան էի արել, մեր մարզի խորհրդի նիստերը, որ ամիսը մեկ անգամ անում, մենք սկսում ենք պետական օրներքով։ Ասենք հստակ տենց կանոնակարգ բան չկա, բայց ասում ենք պետական միջոցառում է, ես այն տրամաբանության որ ազգային ժողովի նիստերը սկսում է, նստաշրջանը սկսում է օրներքով։ Մարզ խորհրդի նիստը կարող, ասենք պետական միջոցառումը կարող սկսի պետական։ Իմիջիայլոց քեզ մի բան էլ ասեմ։ Պետական պաշտոնյաներից ոչ մեկ է թվում Նիկոլ Փաշինյանը պետական օրներքի բառը չգիտի։ Դու տեսել ես որ սրանից որևէ օրներք հնչի, որևէ պաշտոնյա երկը։ Օրինակ Լեհաստանում այտենց լեհ ես չեմ տեսել, որ իրանց պետական օրներքը չի երկի։ Որտեղ հնչում է բոլոր առանց բացառության երկում։ Ըստ իրանք չգիտեն օրներքը։ Ասում են թող բան անեն։ Եկեղեցու պատարակի ժամանակ օրներք հնչի։ Կարծում եմ այս առաջարկի բովանդակությունը նույնիսկ քննարկել չարժե, ի սկզբանե պետք է այն ընդգրկել հակականոնական եւ անմիտ, անտրամաբանական, անիմաստ առաջարկների շարքը, որի իմաստը եկեղեցին հերթական անգամ խոցոտելն է, բսկտելն է, եկեղեցին պետությանը հակադրելն է։ Պետությունը իհարկե իրենք չեն, բայց սրանց ասածը այն է, եւ ցավոք սրտի հարցազրույցներում արդեն բացեիբաց են դա ասում, թե իբր եկեղեցին անցել է հակապետական գործունեության։ Պետությունն էլ իրենք են, իրենց ընկալմամբ։ Երբ հայոց պատմություն ես ուսումնասիրում ու մի քիչ ծանոթանում ես ծանր պատմական անցքերի ժամանակ եկեղեցու դերակատարմանը, բոլոր փուլերում վաղ միջնադարից սկսած, 4-րդ դարից սկսած, մինչև հայոց ցեղասպանության տարիներ եւ մինչև երկրորդ աշխարհամարտում հայրենական մեծ պատերազմում Հայաստանի մասնակցություն, մինչև Արցախյան ազատամարտ, մինչև Արցախյան շարժում, բոլոր հանգրվաններում եկեղեցին ունեցել է առաջնային անկյունակարային դերակատարություն։ Շատ ավելի կարևոր երբեմն, քան նույնիսկ աշխարհիկ առաջնորդները, քան մեր թագավորները, արքաները, կաթողիկոսներ են եղել տասնյակ, որոնք թագավորի կողմից որպես հատուկ բանագնաց ուղարկվել են այլ երկրներ դիվանագիտական խնդիրներ լուծելու։ Ես բախտավորություն եմ ունեցել Անի մայրաքաղաքում լինելու, իմ աչքով տեսնելու Անի ավերակները եւ Անի Սուրբ կաթողիկե մայր տաճարը, որը այսօր թուրքերի ձեռամբ վերածվում է մզկիթի։ Այն ժամանակ դրա նախապատրաստական աշխատանքներն էին տարվում։ Եվ Անի մայր տաճարի բարավորի, այսինքն մուտքից անմիջապես վերև վրա, բարձրաքանդակի վրա, նախ եւ առաջ գրված է կաթողիկոսի անունը, Սարգիս կաթողիկոս։ Հետո նոր գրված է հայոց թագավոր Գագիկի անունը։ Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը առանձնահատուկ, առանձնաշնորհյալ դեր ու նշանակություն է տվել մեր եկեղեցուն։ Մեկ պարզ պատճառով, որովհետև մեր ինքնությունը եւ էությունը պայմանավորող կարևորագույն հանգամանքն է, դրանից ավելի վեր ոչինչ չկա։ Հիմա մեր պետական արարողակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, որը սահմանում է ավագությունը պետական արարողակարգի, հստակ նշված է, որ ավագության ամենաբարձր աստիճան ունի Հանրապետության նախագահը, այդ ինքն է խախտի ամենտեղ ինքնա նախագահը թիկնապահի պես կանգնած է իր թիկունքին։ Նույնիսկ ասենք այդ եկեղեցում 7 վերքում, այն որ բոլորը չոքել են, դաթոր չկար նստելու, ինչ որ մի պահի չոքեցին։ Թիկնապահները մնացել են կանգնած, դե իրանք ծեսին չեն մնում։ Թիկնապահները մեկ է Վահագն Խաչապաստորը թիկնապահ, մենք է գիտենք հանրապետությանն է, դու մեսա պետական պահպանության ծառայության աշխատող։ Հիմա, բայց դիվանագիտական արարողակարգով նա ունի ավելի բարձր ավագության աստիճան, քան վարչապետը։ Իսկ նույն օրենքում ասում է այն միջոցառումներին, որին ներկայ է նաև
ամենայն հայոց կաթողիկոսը, ուրեմն նա հավասարեցվում է նրա կարգավիճակը ավակության իմաստով հանրապետության ավակության ամենաբարձր աստիճան ունեցողին։ Այսինքն եթե հանրապետության նախագահը կաթողիկոս մի միջոցառման մասնակցում են, նրանք իրար կողք են նստում։ Նույն հավասար կարգավիճակն է իրանց շնորհվում։ Նույն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, ասում է ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ, երբ որ նոր է ձևավորում ազգային ժողովը, ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոս։ Ուրիշ ոչ մի պաշտոնյա ելույթի իրավունք չունի։ Մեր օրենսդրությունն է դա նաև նախատեսում, այսինքն դու պատմական հղումներն ես անում, բայց դա նաև ժամանակակից օրենսդրորեն ամրագրված մոտեցումներ են։ Եվ կա նաև այն ընկալումը եւ ավանդույթը, որ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, այլև հայ ժողովրդի գլուխն է, որպես ամբողջականություն, որպես հավաքականություն։ Հայ իրականության մեջ չկա որևէ երկրորդ անձ, ոչ աշխարհիկ, ոչ հոգևոր, որը նույնատիպ հավասարաչափ բարձր ընդունելության կարժանանա եւ գնահատանք կունենա բոլոր հայկական համայնքներում եւ Հայաստանի Հանրապետությունում ներառյալ։ Ոչ մեր մյուս 3 նվիրապետական աթոռների գահակալները, Մեծիտանը Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի եւ Պոլսո հայոց պատրիարքները, ոչ հանրապետության նախագահը, ոչ վարչապետը, իդեպ խոսքը բոլոր ժամանակների իշխանավորների մասին է, չունեն այն հեղինակությունը, վստահությունը, ընդունելության այն աստիճանը, որը ունեցել են բոլոր ամենայն հայոց կաթողիկոսները։ Ես անձերից վերանում եմ։ Այստեղ անձը չէ էականը։ Էականը այն է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ով էլ լինի, աստծուոցյալն է եւ ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից։ Ընտրվում է համայն հայության մասնակցությամբ, մի քանի 100 պատվիրակի մասնակցությամբ, շատերը չգիտեն, վերասենք, ընդ որում հոգևորականներից բացի նաև աշխարհականներ, դու հենց ասածդ հենց դրան է վերաբերում։ Բեր ես կանոնակարգի այդ դրույթն էլ ներկայացնեմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչպես է գումարվում ազգային եկեղեցական ժողովը եւ ինչպես է ընտրվում հայոց հովվապետը։ Յուրաքանչյուր բնակավայրից 25000 բնակչի հաշվարկով մեկ պատվիրակ է ընտրվում։ Ես եւ դու էլ կարող ենք առաջադրվել։ Հիմա ըստ որոշ լուրերի հաջորդ տարի ազգային եկեղեցական ժողով է լինելու։ Ես վստահաբար առաջադրվելու եմ որպես պատվիրակ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ հայոց հայրապետը եւ ամենայն հայոց կաթողիկոսի գահը, լուսավորչի գահը կամ Սուրբ Թադեի գահը, ինչպես ասվում է, եւ Մայրաթորը անսասան մնան, եւ մենք բոլորս պիտի դրան ցկտենք, քանի որ վարչախմբի քայլերը գնում են ճիշտ հակառակին։ Ըստ ամենայնի իրենք փորձելու են ամեն ինչ անել 2026-ի առաջին տաղավար տոնը առանց գործող վեհափառ հայրապետի Մայրաթորում նշելու սատանայական ծրագրին, եւ մենք պիտի ամեն գնով դիմադարձենք ու խափանենք նրանց այդ չար ծրագիրը։ Իսկ ազգային եկեղեցական ժողովը ունենում է հարյուրավոր պատվիրակներ աշխարհի բոլոր անկյուններից, Կանադայից մինչև Նոր Զելանդիա, որտեղ մենք թեմեր ունենք։ Բոլոր 4 նվիրապետական աթոռներից, բնականաբար Մայրաթորից, նաև Անտիլիասից, Պոլսից եւ Երուսաղեմից, բոլոր թեմերից, որոնք կան, բոլոր հայրապետական պատվիրակություններից, օրինակ Վատիկանում մենք ունենք հայրապետական պատվիրակ, Խաժակ Սրբազան, եւ այլն, տարբեր տեղերում ունենք հայրապետական պատվիրակություններ։ Եվ ի վերջո, այո, հարյուրավոր աշխարհականներ, որոնք ինքնաառաջադրվում են եւ մասնակցում են ընտրությունների։ Օրինակ Հռոմի Պապը տես չի։ Հռոմի Պապը մի քանի տասնյակ կարդինալի կողմից է ընտրվում։ Ամենայն հայոց հայրապետը ընտրվում է եւ վերջին անգամ ոչ մի աշխարհական Հռոմի Պապի ընտրությանը որևէ ձևով չի մասնակցում։ Եվ վերջին անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ընտրվել է փաստորեն տասնյակ ավելի քան 10 միլիոն հայի հավաքական կամքը արտահայտող հարյուրավոր ավելի քան 250 պատվիրակի կողմից։ Եվ չկա գեթմեկ վկայություն, որտեղ որևէ մեկը կասի, թե իր ձայնը կեղծվել է կամ հաշվարկվել է հոգուտ հակառակ թեկնածու, բայց բոլորը այս վարչախմբի ներկայացուցիչներից չգիտես ինչու այդ հանգամանքն են շարքում եւ ցավալիորեն Վազգեն Սրբազանը, որին ես մեծ հույս ունեմ, որ առաջիկա եպիսկոպոսական ժողովը երբ էլ գումարվելու լինի, պետք է լրջորեն վերանայի նրա կարգավիճակը, խոսում է այն մասին, մեղադրալը շատ ասազում։ Թե իբր վեհափառ հայրապետը արյունոտոր է ընտրվել, դա չի պատշաճում մեր եկեղեցուն։ Տասնյակ տարիներ ծառայության մեջ լինելով, նա այդ մասին երբևէ չի խոսել։ Երբևէ նման մտահոգություն չի հայտնել, եղել է կանոնական ընթացքի մեջ, մեկ էլ երբ հանկարծ Փաշազադեի կամքով Փաշինյանը անցել է հայոց եկեղեցու գլխատմանը, հայտնվել են տիրադավ եպիսկոպոսներ, տիրադավ բառը հրաշալի է մտածված Միքայել եւ Բագրատ Սրբազանների կողմից, որոնք
ուղղակիորեն իրականացնում են Փաշազադեի ծրագիրը ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Փաշազադե, դե Փաշազադեն ხო ինքնագլուխ չի։ Կամակատար ունի այստեղ։ Փաշազադեն մաքուր, ասենք թե պետական ծառայող է Ադրբեջանի հատուկ ծառայության, կարող է ունենալ, ասենք գեներալ մայորի աստիճան ունեցող հատուկ ծառայող, այսինքն նա ինքնագլուխ չի, իսկ սա կազմակերպված Հայաստանի պետականության, հայ ժողովրդի ինքնության դեմ կազմակերպված պայքար է եւ նա իր մասով անում, ասենք հիմա Ադրբեջանում արտգործնախարարությունը իր անելիք ունի, Հիկմետ Հաջիևը իր անելիքը ունի, պաշտպանության նախարարը իր անելիքը ունի, Արմեն Գրիգորյանն էլ իր անելիքը ունի, այն է Հիկմետ Հաջիևի հետ համատեղ հարցազրույց տալ։ Ես ինձ անհանգիստ եմ, Դավիթ, լուրջ եմ ասում։ Ասենք սրանք ամեն ինչը որ սկսել են միասին անել, օրինակ իրանք Դոհայում են այդ հարցազրույցը միասին տվել։ Ես մտածում եմ, որ կազմակերպիչները կարող է ծախսերը խնայելու նպատակով սրանց նույն սենյակում տեղավորածել են, ասենք հյուրանոցի նույն համարում Արմեն Գրիգորյանը եւ Հիկմետ Հաջիևը տեղավոր են նույն սենյակում, նաեւ որպեսզի ավելի երկար զրուցեն, այդտեղ Ստեփան Գրիգորյանի ասած ոտքի վրա հանդիպում կազմակերպեն կամ միգուցե ոչ ոտքի վրա Մերձեցման երեկոներ լինեն, մտերմիկ շփումներ, եթե նույնիսկ անգամ եթե դե Կատարը հարուստ պետություն է, կարող է նաև առանձին սենյակներ տված լինի, բայց դա չի խանգարում, որ երեկոյան ենթադրենք հավաքվեն նրանցից մեկի սենյակում, նա կոնյակ բերածել լինի, նա աղդամից նռան հյութ բերածել լինի, ուսես միասին երեկո անցկա, բայց պատկերացնում ես ինչ է նշանակում անվտանգության խորհրդի քարտուղարի համատեղ գործունեությունը, իսկ այդ հարցազրույցը հետ ինչ է, որ դու մենակով չես կարող տաս հարցազրույց, որ անպայման պիտի Հիկմետ Հաջիևը հետը տնի, որ նոր կարողանաս հարցազրույց տաս։ Էնդել այն դեպքում, երբ որ դու անվտանգության խորհրդի քարտուղարի հիմնական ֆունկցիան ազգային անվտանգության ռազմավարության կենսագործունեության ապահովումն է։ Այդ ռազմավարության մեջ Հիկմետ Հաջիևի երկիրը, որը ներկայացնում է Հիկմետ Հաջիևը, կոչվում է Հայաստանի անվտանգության սպառնալիք ներկայացնող պետություն։ Ինքը գնացել է ստե սպառնալիքի կողքը։ Բայց այս սպառնալիքը իրան չի սպառնում։ Մեր պետությանն է, մեզ բոլորիս է, չէ, սպառնում։ Ու ես չգիտեմ, ասենք դրա։ Հիմա այն իր անելիք ունի, Փաշազադեն էլ իր անելիք ունի։ Նրանք ասում են, գիտես ինչ, պետական ծրագիր կա, որ պիտի Հայաստանը բնակեցվի ադրբեջանցիներով։ Դու որպես Կովկասի մահմեդականների ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ հիմիկվանից արդեն մտածի, դե ոնց ես կազմակերպելու քո հիմա վստահ եմ ես Ադրբեջանը հատուկ գաղտնի գրությամբ իր բոլոր գերատեսչություններին հանձնարարական գնացել է 100% ես ասենք պետական կառավարման ոլորտում աշխատած մարդ եմ, ես գիտեմ առավել եւս որ հիմա տենում եմ Ադրբեջանը։ Հիմա Ադրբեջանի կրթության նախարարությունը վստահ եմ գաղտնիով բան է ստացել, հանձնարարական է ստացել դասագրքեր տպագրելու, դրա տեղափոխման կազմակերպման հարցերը լուծելու, Հայաստանի տարածքում ադրբեջանական դպրոցներ հիմնելու։ Վստահ եմ, որ Ադրբեջանի ոստիկանությունը հիմա գաղտնիով հանձնարարական է ստացել ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու անվտանգությունը ուղեկցումը ոնց պիտի անի անվտանգությունը։ Դրանք հիմա ավտոբուսի համարներով վստահ ես գիտեմ Դավիթ ջան, ես ավտոբուսի համարներով, վարորդի, սոտվի համարներով դրանք հիմա իրաց պլանում ունեն, թե ոնց են կազմակերպելու Հայաստանում բնակեցումը։ Բայց որտե պիտի բերեն, պիտի բերեն Մասիս։ Դրա համար էլ Ալա Շուքյուրը ասում է ով անդե Գեորգիոսն ով է Զանգի ասա թո եկեղեցուց թարգի այդ կաթողիկոսից բանից որ դառնա Ղազիաթի առաջնորդ Այն էլ համաձայնել է Այդ շարքից երկու հոգու համար առանձնապես ցավում եմ այդ 10 հոգուց առաջինը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանն էր որը խայտարակության գագաթնակետն էր ուղղակի մարդկային բանականություն չի Այսինքն եկեղեցին 2021 թվականին որոշում կայացնի պահպանելու Արցախի թեմը եւ տասնյակ հազարավոր արցախցիներ իրենց հույսը կապեն հոգենորոք գործունեության հետ, որ եթե պետությունը նրանց սոցիալապես անտեսում է, գոնե կարողանան այստեղ լիարժեք իրացնել իրենց բնականon կենսագործունեությունը։ Եվ Արցախի թեմը նաև սոցիալական որոշակի խնդիրներ էր լուծում, կոչված էր այդ նպատակին։ Ու մեկ էլ Վրթանես Սրբազանը իդեպ այսօր անհայտության մեջ գտնվող նախուսափում է մարդկանցից եւ միգուցե
Հուդայի ճակատագրի համաձայն հասկացել է իր սխալը ու մենացել է։ Տեսանյութ եմ տեսել Նիկոլյանի թուրքի կառավարող ծախողին գլխարկից մի հատ էլ Արագ մտնում է առաջնորդարանի շենք Այգեձորում գտնվող։ Եվ երկրորդը այո, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանն էր, որին անձնապես ճանաչելու հնարավորություն եմ ունեցել։ Նրան հյուրընկալել եմ, ինքս եմ նրան հյուրընկալվել առաջնորդարանում, նրա հետ հանդիպել եմ տարբեր առիթներով, ինձ համար շատ ցավալի է։ Եվ դարձյալ 2021 թվականին հակապետական գործունեության տարերքի մեջ գտնվող Փաշինյանի գործելավոճին ի պատասխան Մայրաթորը հիմնում է Մասյացոտնի թեմը։ Մասյացոտնի թեմը որպես նշան Թուրքիային եւս 2021 թվականին պատերազմից հետո է հիմնվել։ Այն ուղղակի առանձնացվել է Արարատյան հայրապետական թեմից։ Այդ թեմը առանձնահատուկ ստեղծելու անհրաժեշտություն չի եղել։ Վայոց զորը տես չի։ Բայց դա Վայոց-Զորին առանձին պատմություն է, դու դրան շատ լավ տիրապետում ես եւ գիտես, դա կոնկրետ մեկ անձի համար ստեղծված թեմ է։ Բայց Մասյացոտնինը նաեւ խորհրդանշական ժեստ էր Թուրքիային։ Անվանումը շատ կարեւոր է Էդգար։ Մենք Արագածոտնի թեմ ունենք, Արագածի ոտքերի տակ, բայց մենք նաեւ Մասյացի ոտքերի տակ ենք, մենք Մասիսի ոտքերի տակ ենք։ Որքան էլ Պետրոս Ղազարյանը Մասյատոցն ասի, այդ թեմի իսկական անվանումը Մասյացոտնն է։ Իսկ թվում է ինքը մատնոց էր ուզում ասել, շփոթվել։ Ու մի կարևոր լիգբեզել բերանենք։ Փաշինյանը վստահաբար այդ թեմայով չի էլ հետաքրքրվելու, նա հայոց պատմության հատորյակները որքան էլ ուղիղ եթերում ցույց տա եւ պնդի թե իբր դրանք կարդում է ու դրանք գրված են հակապետական դիրքերից։ Իրականում վստահ եմ, որ նա այդ հետևողականությունը չի ունենա, ոչ էլ այդ հետաքրքրությունը կունենա կարդալու հայոց պատմության ակադեմիական հատորները։ Բայց երբ դրա առաջին հատորը բացի եւ կարդա առաջին դարի հայքի մասին, ապա այնտեղ կտեսնի, որ քրիստոնեությունը իր հռչակած 301 թվականից շատ ավելի վաղ, դեռևս Քրիստոսի կենդանության օրոք է եկել հայքի տարածք, երբ առաջին դարում Եդեսիայի Աբգար թագավորը լսելով Քրիստոսի հրաշագործությունների եւ առանց տեղամիջոցների մարդկանց բժշկման մասին, նրան ասել է, որ դու կամ Աստված ես կամ Աստծո որդի, որ Աստծուց ուղարկվեցիր։ Եվ Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, հետո արդեն երկուսը, Թադեոսն ու Բարդուղիմեոսը, բայց նախ եւ առաջ Թադեն, առաջինն է, որ լքում է Երուսաղեմը, եւ նա գալիս է հայք տարածելու քրիստոնեությունը։ Եվ 3 դար շարունակ քրիստոնեության քարոզիչները հետապնդումների, խոշտանգումների են ենթարկվում։ Մարդիկ, որոնք Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եւ Սուրբ Շողակաթ եկեղեցիներ են գնում, լավ կլինի հետաքրքրվեն հռիփսիմյան կույսերի ճակատագրով։ Նրանք արդեն ավելի ուշ շրջանի 3-րդ դարի վերջ, 4-րդ դարի սկիզբ քրիստոնեության հալածյալներ են, բայց նրանք բոլորը ժամանակակից լեզվով ասած միսիոներներ էին, որոնք գալիս էին տարածելու Քրիստոսի վարդապետությունը եւ ուսմունքը։ Երբ Սուրբ Թադեի գահը մեր երկրում դերևս առաջին դարում է հիմնվել, Աբգար թագավորը Տրթատ 3-րդ թագավորից 3 դար առաջ եղել է առաջին քրիստոնյա արքան 100,000-անոց թղթադրամի վրա հենց Աբգար թագավորն է պատկերված։ Իսկ ինչ վերաբերում է լուսավորչին, արդեն հայտնի պատմություն է եւ դրա համար պետք չէ նոր հեծանիվ հայտնագործել, ընդհանրապես կարելի է կարդալ եւ Մովսես Խորենացուն եւ Ագաթան Գեղոսին եւ Եղիշեին։ Այս 3 պատմիչները լավագույնս ներկայացնում են քրիստոնեության տարածումը, քրիստոնեության մուտքը Հայաստան ներկայացնում է Ագաթան Գեղոսը հայոց պատմությունում, Խորենացին դա ամփոփում է որպես քերթողահայր, Եղիշեն ներկայացնում է 5-րդ դարում Վարդանանց պատերազմի քրիստոնեական ամբողջությունը, վասն հավատի եւ վասն հայրենյաց ձևակերպումը, Ղևոնդ երեցին որպես հայրենասեր հոգեվորականի, որպես հայ իրականության մեջ հայտնի առաջին հոգեվորականներից մեկը, որը իր կյանքը իսպաս է դնում հանուն Քրիստոսի, հանուն քրիստոնեության։ Եվ այսքան բանից հետո այս անձը համարձակություն ունի քրիստոնեության ընդունումը եւ տարածումը Հայաստանում։ Պատմական սեփական վերսիա առաջ քաշ։ Կապելու մեկ անձի որոշման եւ պետական մոտեցման հետ։ Առավոտ։ Հա, մեկ գիշերում։ Քնիցել է ու չել Փաշինյան չի մասնավորեցնում, ասենք այդ օրը խաշտելուց առաջ արել, խաշտելուց հետո է արել, Կիրակիա էլ է, թե չորեքշաբթիա էլ է, չի մասնավոր։ Բայց ինձ թվում է մի հատ նոր վերսիա կա, որը չի քննարկվում ու մարդիկ դրան քիչ ուշադրություն են դնում։ Ինձ թվում է քրիստոնեությունը Հայաստանում ընդունել է Վայոց-Ձորի նախկին մարզպետ Տրթատ Սարգսյանը։ Ոչ թե Տրթատ թագավորը, այլ հենց ինքը Տրթատ Սարգսյանը, որովհետև Տրթատ Սարգսյանը մարզպետ է նշանակվել 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, այսինքն իսկ Նիկոլ Փաշինյանի ասելով մեր ժողովրդի պատմությունը սկսում է 18 թվականից, չէ՞ իրական։
Իմ կարծիքով հələ մի քիչ ինձ անկեղծ ասած ես շատ մեծ ուշադրությամբ եւ հաճույքով էլ լսում եմ, բայց ինչ-որ իմաստով ինձ նյարդայնացնում էր քո այս ակադեմիական գիտելիքները։ Կան նոր Հայաստան, նոր Հայաստանի նոր պատմագրություն։ Պիտի մենք ընդունենք, որ Հայաստանում քրիստոնեություն ընդունել է Տրթած Սարգսյանը, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր։ Ջնջի թափի այդ պատմությունը դա արդեն ինչքան կարելի է մենք իրական Հայաստանում ենք ապրում, թե պատմական Հայաստանում ենք ապրում։ Ես դա չեմ անում։ Մեր պատմությունը չեմ ջնջում եւ չեմ թափում, բայց իմ փոխարեն դա անում են պատմաբանի կրթություն եւ դիպլոմ ունեցող տասնյակ պատմաբան կոչեցյալներ։ Եվ քանի որ կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը ձևակերպել է ըստ նրա հանճարեղ այդ մտքի, որ մեր պատմությունը տասնամյակներ շարունակ դասավանդվել է հակապետականության դիրքերից, հիմա իրենք փոխում են կրթության բովանդակությունը։ Եվ պատկերացնել միայն կարելի է, Էդգար, թե ինչ է գրվում եւ գրվելու այդ դասագրքերը։ Գրած այլ ադրբեջանական դասագրքերը կվերցեն, այսակ թարգմանը կտան Սմբակ թարգմանի հայերեն։ Կտպեն կանեն դարի նույն բանն է Դավիթ ջան, եթե պետական արտաքին քաղաքականությունը դառնա Ադրբեջանի պետական քաղաքականությունը դառնա Հայաստանի քաղաքականություն, Ադրբեջանի ռազմական դոկտրինը Հայաստանի ՊՆՆ-ը իրագործում, իրանց արժե դրված ռազմավարական խնդիրները, բայց նույնն է պիտի կրթության, մշակույթի, մնացած ոլորտներում էլ։ Հիմա կարող է մի օր էլ հայ մարզիկներին ասեն գնացեք Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկեք։ Հենայն Նազիկը Ավդալյան ոնց որ մտել է թեմայի մեջ արդեն։ Շատ ցավալի էր, քանի որ Նազիկ Ավդալյանի հետ 2021 թվականին ես հանդիպել եմ Վեհապար Հայրապետին։ Մի խումբ կար հայ-առաքելական եկեղեցու հայաստանյան երիտասարդական միության ՀՀՄ-ի կազմած խումբը, տարբեր ոլորտների առաջատարներ եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչը Նազիկ Ավդալյանն էր, որը այդտեղ նույնիսկ հարց ուղղեց Վեհապար Հայրապետին։ Ես այսօր էլ հպարտանում եմ Նազիկի մարզական հաջողություններով, բայց ինձ համար խորապես անկարելի է նրա այդ քայլը Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելը, ճիշտ այնպես, ինչպես Արտուր Ալեքսանյանը իր երբեմնի հեղինակությունը եւ համբավը մենակ Նիկոլը չի դրանից առաջել 6 միլիոն դրամի Սրբուի Գայլանի մոտ էր գնացել, չգիտեմ, այն առողջապահության նախարարում, դες վերջերս ֆռմ է դի նախարարություններով։ Թե ինչ, որ ասես Մել Դալուզյանից լուրջ չկա, նրա մասին ֆիլմ պետք է նկարվեր։ Փաշինյանն էլ ասում էր, որ Մել Դալուզյանը իր անձնական հովանու ներքո է, այո։ Անձնական հովանու ներքո է։ Ինչ եղավ Մել Դալուզյանը։ Դենի բաներ, չէ։ Դենինայի մի քանի առավելություն ունի։ Սերափոխ է։ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է, Հայաստանից փախել է ու իր օգտագործած դեղանյութի պատճառով է ծանրամարտ Հայաստանի Ֆեդերացիան որակազրկվել է։ Այսինքն այտենց մարդը Նիկոլ Փաշինյանի հովանու տակ ոնց կարա դες Հայաստանի քանի վնաս տվե մեր արժեքայի մնացած բոլոր ամակա բայց այս մարդը պիտի լի Փաշինյանի հովանու ներքո բելո պիտի գնահատվի նրա կողմից։ Ես ուզում եմ պատկերացնել, թե ինչ կկատարվեր այն հետաքրքիր է, որ սրանք սա բոլորը ծանրամարտի ոլորտից են, որի ֆեդերացիայի նախագահն է։ Պատկերացնում ես ինչ կկատարվեր այն կրոնական կազմակերպությունում, ժողովրդի լեզվով ասած աղանդում, որի ղեկավարների, հովվի, պատվելի ու վերապատվելի հետ փորձեին անել ճիշտ այն գործողությունները, որոնք ԱԱՑ-ն անում էր անցած շաբաթ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու։ Պատկերացու եվրոպացիները ինչ կանեին Հայաստանի հետ։ Փորձեին արարողությունը խանգարել, խմբագրային տեքստեր, նրանց արարողությունների ընթացքին միջամտեին, փորձեին ուղղորդել։ Պատկերացրու այդ ինչ որ հիմա Նիկոլ տասնյակ հկներ վայնասուն կբացվի։ Հələ մի հատ ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանն մահա եկեղեցուն, թո այս կիրակյորը անի Եհովայի վկաների դեմ։ Այսինքն ճշտի թե իրանք որտեղ են կիրակյորը հավաքվելու, վերցնի Վահագն Խաչատրյանին, Ալեն Սիմոնյանին, Վլադիմիր Վարդանին, այդ ձեռերը դնի գրպանը, մեկ է այդ Պապոյան Գևորգին, իր որ ձախ ոտով թարս խաչակը, ու վերցնեն այդ ամբողջ զորքով իրանց այդ ոստիկանական այդքան ուժերով, այդան ենթադրեն Եհովայի վկաների մի հատ հաստատություն որտեղ իրանք հավաքում են, ներխուժեն ընդե ու ասեն, սենց արեք, էս ասեն, հələ թո մի անգամ փորձեն։ Ոչ թե ասեն, թե ինչպես է պետք անել, այլ իրենք անեն արարողություն։ Այսինքն այդտեղ հավաքված անձանց հանեն դուրս, ասեն մենք մեր քարոզչին բերել ենք, հիմա կանենք մի քանի ժամ արարողությունը կավարտենք կգնանք։ Դու պատկերացնում ես ինչ կկատարվի։ Թո մի հատ անի, էլ ասեք հələ մի հատ, թո մի հատ այտենց անի Եհովայի վկաների հետ։ Տենամ Իրանից թոզը կմնա թե չէ։
ամբողջ աշխարհի թե Հայաստանում հավատարմագրված դեսպանները, թե մնացած կառույցները, համաշխարհային կազմակերպությունները ինչ կանեն իր հետ, թոզը չեն թողնի։ Էդգար ջան, նրանց քարոզիչները եւ ոչ միայն նրանց, այլ կրոնական կազմակերպությունների քարոզիչները Երևանի կենտրոնում ստենդների կողքը կանգնած ժպիտով սպասում են հոգեվորսության հերթական զոհին։ Կառավարության շենքի կողքը։ Երբ եւ ոչ միայն այդտեղ, փոքր կենտրոնի տարբեր մասերում, իսկ մարզերում վխտում են ցավոք սրտի, այնտեղ վերահսկողությունը պակաս է շատ ավելի։ Գյուղեր կան, որ գրեթե ամբողջապես աղանդավորական են։ Աբրահամը, որ դարձել։ բանը իր գեսերը վերցեն առաջ, գալիս է Նիկոլե Ջողովանում։ Վայոց Ձորը մասն գիտես ինչա կատարում։ Գյուղ, ասենք գյուղեր մարզում, Շիրակի մարզում ամբողջական աղանդավորական ամբողջական գյուղն է։ Ու հիմա փորձի այս մարդկանց, ասենք տեսախցիկով, լայվի ռեժիմով մոտենաս, մի քանի հարց ուղես եւ խնդրես հեռանալ այդ տարածքից, քանի որ զբաղվում են քրեորեն արգելված արարքով, այն է հոգեվորսությամբ։ Հոգեվորսությունը քրեորեն արգելված գործողություն է։ Անմիջապես քեզ առնվազն 2 պարեկ կմոտենա։ Մեր օրինակ ավականու անդամներից մի քանիսը ընդդիմադիր եւ ընդդիմադիր այլ գործիչներ այդ փորձերը արել են։ Նրանց պարեկները մոտեցել եւ ճիշտ է խաղաղ, բայց հեռացրել են տարածքից։ Բայց պարեկները խաղաղ մոտենում եւ հեռացնում են հոգեվորսությամբ զբաղվող անձանց խոչընդոտող քաղաքացիներին, բայց ոստիկանությունն ու ԱԱՑ-ն հազարներով գրոհում են վեհարանը։ Գնում ամեն կիրակի գրոհում են մի եկեղեցի, խախտելով հնարավոր բոլոր կանոնական արարողությունները։ Բանը Շիրակի թեմից են հոգեվորականը։ Հարցազրույց է տվել Տեր Ռուբենը։ Այո, ես գիտես, չէ, հաղորդում եմ հանձնագործության մասին այդ բանով, տենամ հիմա Վարուտ նախաձեռը ուղարկել են Շիրակի դատախազության ընթացքի մեջ է։ Մարդը հարցազրույց է տա, ընդ որում պարզվում է, որ ինքն էլ քաղաքականապես, գաղափարապես պրո իշխանական մտածմունքներ ունի, բայց այնուամենայնիվ չի խախտում եկեղեցու կարգը, կանոնը, ծեսը եւ այլն, ավանդույթը։ Ու մարդը պարզ հրապարակային հարցազրույց է տալի, ասում է իմ մոտ եկել է Կարենը, այդ Գյումրու ՀՊՏՀ մասնաճյուղի տնօրենը, եկել են ԱԱՑ-ի մեր ասում է Շիրակի մարզային վարչությանը։ Պարզ ասում է այդ մարդը։ Պահանջնել է ասում, թե ինչ պահանջ է իրեն ներկայացրել։ Դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, դե հա, ասում է, ինչ կա որ ԱԱՑ-ն էլ կարալնի, մյուսն էլ կարալնի, մարդիկ այդում են, ես չեմ էթալու, ասում է, այն պատարակին, որտեղ պիտի կաթողիկոսյանը չզեղչվի։ Իսկ այն ընդունում է ԱԱՑ-ն էլ մեր պետական կառավարման համակարգում գիտես չէ՞ ինչ է կոչվում, վարչապետին ենթակա ազգային անվտանգության ծառայություն։ Այսինքն ամբողջ սխեման, որը քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է կրոնական կազմակերպության ծեսին, ապօրինի միջամտությունը, հանցագործությունը, բաց դրած է, հիմա չգիտեմ, դատախազությունը ինչ հիմք պիտի ունենա այդ վարույթը չնախաձեռնում, դա արդեն Նիկոլ Փաշինյանն ըստ հրապարակումների մեղադրել է այդ գործում։ Հիմա պիտի ուղղակի իրան քննիչ այդ կարգավիճակը տա։ Մի կողմից Փաշինյանը ընդունում է, որ ԱԱՑ-ն զբաղվում է վեհապարի անունը զեղչելու գործընթացի կազմակերպմամբ տարբեր եկեղեցիներում, մյուս կողմից դեռևս ցավալիորեն պաշտոնավարող Վազգեն arczepiskopos Mirzaxhanյանը պնդում է, թե որևէ դատապարտելի բան չկա վեհապարի անունը զեղչելու մեջ եւ բնավ պարտադիր չէ բոլոր պատարակների ժամանակ հնչեցնել վեհապարի անունը եւ երկար օրեր մաղթել նրան։ Այսինքն գովազդ հնչեցնել է 1725 տարվա կանոնական ընթացքին դեմ դուրս գալով Վազգեն Սրբազանը նորամուծություն է անում, բացահայտումներ է մտցնում։ Մայրաթորի 2 օր առաջ տարածված հաղորդագրությունը շատ հստակ էր, հատու եւ թիրախային, այն որ իրենք մի վերջին հնարավորություն են տալիս փաստորեն կարկազանց սրբազաններին եւ ուխտազանց, ինչպես Վազգեն եւ Միքայել սրբազանները կասեին, ինչպես ներողություն Բագրատ եւ Միքայել սրբազանները կասեին, տիրադավ սրբազաններին դարձի գալու, ընդ որում Մայրաթորը նաեւ շեշտում է այն, որ դեռևս չեն դիմում ծայրահեղ միջոցների։ Ծայրահեղ միջոցը պաշտոնավարման կասեցումն է եւ ընդհանուր կարգալուծությունը, որը լիովին հասկանալի եւ ընդունելի կլիներ այս փուլում։ Ցավոք սրտի այդ 10-ից 10-ն էլ վաղուց անցել են թույլատրելիության բոլոր շեմերը, հատել են բոլոր կարմիր գծերը եւ նրանց այս խոտելի ընթացքը որևէ կերպ չի կարելի շարունակել, քանի որ դա անհավասար միջավայր ու մթնոլորտ է ստեղծելու հենց եկեղեցու ներսում։ Տարիներ ու տասնամյակներ շարունակ եկեղեցում իրենց նվիրական ծառայությունը առաքինապես իրականացնող բարձրաստիճան հոգևորականներ կան, որոնք հրաշալի ղեկավարում են իրենց հոգևոր հոտը, բայց այդ մարդիկ չեն ուզում եւ օբյեկտիվորեն չեն էլ կարող հայտնվել նույն միջավայրում։
Այդ մարդիկ պիտի զատվեն եւ Աստվածաշնչյան սկզբունքով որոմը պիտի սերմից զատվի։ Հիմա այս մարդիկ որոմն են։ Նրանց պետք է հեռացնել եկեղեցուց։ Եվ յուրաքանչյուր ոք, որը պնդում է, թե եկեղեցու զավակ է, բնավ այդպիսով չի դառնում եկեղեցու զավակ։ Եկեղեցին բացի որոշակի ներքին ժողովրդավարություն ունենալուց նաև պարտադրանքներ ունի։ Այո, կանոն։ Եվ ինքն է որոշում, թե ով կարող է լինել իր զավակը։ Օրինակ, եթե մկրտված չես, իսկ մկրտությունը եւ դրոշմը 7 խորհուրդներից առաջինն ու երկրորդն են։ Մկրտություն ստանում ես, դրոշմը վերցնում ես ճակատիդ վրա։ Եթե դու մկրտությունը դրոշմ չունես, դու չես կարող եկեղեցու զավակ կոչվել։ Չես կարող հաղորդություն։ Հիմա շատ մեծ հարց է եւ ցավոք սրտի դերևս ապացույցներ չկան։ Փաշինյանը մկրտված է թե ոչ։ Դեք ասում ես Երևանի Սուրբ բանում, այդ Սուրբ Սարգիս եկեղեցում, ասում է, բայց դե ասում է, ես նրան հավատում եմ։ Ես նրա բոլոր ասածներին հավատում եմ, որտեվ այսքան ժամանակ դերևս չի ստել։ Բայց ես օրինակ թերը հավատեմ, ասենք, այդ որ բանը մուսուլմանը պիտի գար մեր եկեղեցում մկրատը վերցեր եկներ դրա հետևից։ Ասում է, որ Սուրբ Սարգսում է մկրտվել։ Բայց վերջին հենց Կճոյանի ձեռքով։ Չեմ անում Կճոյանը վաղ Կճոյանը ուրեմն իր գործ թողե, թա Նիկոլին կնքի։ Չէ, չեմ հավատում։ Խմբագրությունն էլ հենց հարևանությամբ ա եղել Սուրբ Սարգսից եւ միջև հիմա այնտեղ է։ Դու կարող ես քշերով գնացել, անդե ես ինչ իմանամ։ Խմբագրությունը որպես կանոն մնում է միջև գիշեր, որ թեր տանեն տպարան, կարող է նստել են Կճոյանի հետ երկու բաժակ բան են խմել։ Այդ թերթե տպարան տանել է մի այ բեր, բա հետո այդ խմբականակը հետ կանչել է մեկ այլ այ բեր։ Փողի դիմաց։ Այո, կամաց ոնց որ սա գալիս է։ Ինձ թվում է Կճոյանի վրա մի հատ հոդված ա ուզե գրի։ Կճոյանն իմացել է, ասել է արի խոսենք։ Կանչել է, այնտեղ երկու բաժակ բան են խմել իր հետ, տալիք առնելիք բան, ինքը հենց իմացել մկրտությունը է դա։ Հիմա էլ ասում ես մկրտվել եմ, ես Կճոյանի հետ մի բաժակ խմել եմ։ Էդի հաշվի, որ ես ինձ թվում է, դες ոչ մի բան փաստերով չենք ասում։ Իր հետ եկանք հանգեցինք։ Իսկ տրամաբանական դատողությունները բերում են ամբողջ պատկերը, որովհետև հարցը չի առաջանում, բայց եթե դու հայ եկեղեցուս ես, հիմա ամեն Կիրակի այդում ես արդեն մի ամսից ավել է, չէ՞, 4-5 անգամ գնացել է, ամեն Կիրակի գնում է, օրինակ քրիստոնյան, որ ամեն Կիրակի գնում է պատարագի, դա նորմալ է, չէ՞։ Բայց հարց, բայց մինչև է դու ինչի՞ չէիր եթում։ Ասեք, ինչի՞ դու սկսեցիր պատարագի գնալ։ Այս հակաեկեղեցական արշավը սկսելուց եկեղեցու դեմ հայտարարություններ անելուց, եկեղեցականներին վիրավորելուց, տաճարները վիրավորելուց, աղբանոց են, չուլան են, չգիտեմ, կռավաթա դրած, աղբաթափա, շինանյութա, այդ ինչի այդ ասելուց հետո սկսեցիր եկեղեցու, որովհետև դու հավատավոր, օրինակ ես եկեղեցու հավատավոր զավակ էի, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենն էի։ Ուսանողներին հավաքել են, գնացել են Գնդեվանքի տարածքը մաքրել ենք, այդ աղբի մնացորդներից զավակենք, տենում ենք աղբաթափած, ոչ թե մենք ասում ենք եկեղեցու կողքը աղբաթափած, այլ ձեռնոցները դնում ենք, մեշոկները վերցնում ենք, աղբը հավաքում ենք։ Բայց դու ինչի՞ դες չես արել։ Բայց դու ինչի՞ մինչև հիմա այդ ոնց է որ ընտրվել է իր վարչապետ մայիսին, դրանից հետո գնացել է Սուրբ Ծննդյան պատարագի 2000 արդեն 20 թվականի հունվարի 19 թվականի հունվարի 6-ին։ Բա 20 թվին էլ ես գնացել հունվարի 6-ին։ Բայց դրանից հետո ինչի՞ չես հետում դու հայրապետական պատարագներին, ընդհանրապես պատարագներին, ինչի՞ չես գնում։ Դու հետում ես Վատիկանից հաղորդություն ես տանում, Մայր տաճարի օծման պատարագին ինչի՞ հաղորդություն չես վերցնում մեր եկեղեցի, կիսած թողնում ես, հլում ես կի վեհարանը չես մտնում, բա որ եկեղեցու զավակ ես, ինչի՞ մինչև հիմա չես դրսևորել քո եկեղեցական։ Ես ուրեմն արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը, որ ջիպը նստել է Երևանից քշե գնացել հասել Գյումրի պատարագի։ Ինք իր կյանքում այդ օրվանից բացի ուրիշ որևէ օր պատարագի մասնակցած կա թե չկա։ Կամ որպես մասնիկ կամ էլ ասենք դա երկչախմբում երկի։ Հաշվի առնելով իր հետախուզական հարուստ փորձառությունը, մեծ բրիտանական հատուկ ծառայությունների, կարծում եմ անգլիկան եկեղեցում նա ինչ որ արարողությունների կարող է մասնակցած լինի։ Բայց դու շատ կարևոր դրվագ հիշեցրիր։ Թույլ տուր շարունակել քո միտքը։ Այո, հայրաքելական եկեղեցու զավակը մեզ հետ հոգի հաղորդության մեջ չգտնվող, հաղորդական հարաբերությունների մեջ չգտնվող եկեղեցիներից հաղորդություն ստանալու իրավունք չունի։ Այդ պիսով նա դադարում է մեր առաքելական եկեղեցու հետևորդ լինելուց։ Մենք ունենք քույր եկեղեցիներ, որոնք շատ չեն, ասենք Ղպտի, Եթովպական, Հնդիկ Մալանկարա, ասորական եկեղեցիներն են, որտեղ մենք կարող ենք մասնակցել պատարագի եւ հաղորդություն ստանալ։
Այսինքն այն նույն խորհուրդներն են, որոնք կան մեր եկեղեցում։ Բայց կաթոլիկ եկեղեցին էապես տարբերվում է առաքելական եկեղեցուց, եւ կաթոլիկ եկեղեցու հովվապետից կամ կարդինալներից, բարձրաստիճան հոգեվորականներից հաղորդություն ստանալը մեծ հաշվով նշանակում է ներքրիստոնեական դավանափոխություն։ Նշանակում է, որ դու առաքելականությունից, իսկ մեծ հաշվով ուղղափառությունից անցնում ես կաթոլիցիզմ։ Դու կաթոլիկ եկեղեցում տարիներ շարունակ կաթոլիկ երկրում տարիներ շարունակ պաշտոնավարել ես որպես դեսպան։ Դու բնականաբար նաև այցելել ես կաթոլիկ եկեղեցիներ որպես քրիստոնյա, բայց դու հաղորդություն ստացել ես։ Ես նաև ճշտել եմ դա, այսինքն քանի որ ինձ օրինակ Լեհաստանի արտգործ նախարարությունը օրինակ անկախության տոնի առիթով, երբ որ ուղարկում էր միջոցառումների ծրագիրը, որին դեսպանի մասնակցությունը խրախուսվում է, այնտեղ ծրագրի մեջ է նաև Վարշավայի ուրեմն կարդինալի նստավայր հանդիսացող եկեղեցում Սուրբ Պատարագը, այսինքն որպես պետական միջոցառման է։ Իմիջիայլոց այնտեղ պետական օրհներգը հնչում է, այդ այսինքն անկախության տոնի առիթով հրավիրված պատարագի ժամանակ զինվորական նվագախումբը եկեղեցում հնչեցնում է պետական օր հանդիսավորությամբ բերվում է պետական խորհրդանիշներ, այսինքն այդ ինչ որ ինքը ասում է, դրա մեջ ոչ մի բայց դա առաքելական եկեղեցում բնորոշ չի։ Չէ, ուզում եմ ասեմ, իր ասածն էլ նորամուծություն էլ չի։ Դա բայց ասենք էդի խո զորով չի անում Լեհաստանը, այսինքն դա կարդինալի հետ համաձայնեցված, եկեղեցական ծեսին հարմարեցված լուծումը, որը գտնվել է։ Ի վերջո ավանդույթ կա, այդ ցանկացած բան չես կարող այլ եկեղեցիներից փոխառել եւ ներմուծել արհեստականորեն։ Ուզում եմ ասեմ, նույնիսկ գաղափարը հեղինակն էլ ինքը չի։ Հատկապես որ եկեղեցիների մեծամասնությունը, քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը իրենց ավանդությունները վերցրել եւ զարգացրել են արևելաքրիստոնեական ուղղափառ եկեղեցիներից, որոնցից ամենահինը հայ առաքելական եկեղեցին է։ Մեկ փաստ ասեմ ու խնդրեմ շարունակես խոսքդ։ Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել իր նախնյաց падգամին հունվարի 6-ին շարունակելով նշել Սուրբ Ծնունդը։ Հունվարի 6-ը եղել է առաջին դարից նշվող Սուրբ Ծննդյան օրը։ Կաթոլիկները անցել են դեկտեմբերի 25, ուղղափառները անցել են հունվարի 7։ Կաթոլիկոսները ունեցել են եւ հունվարի 6-ին Եվ միայն մեր առաքելադավան եկեղեցին է, որ ճշմարիտ իր հավատին է մնացել։ Այդ գյուտերի կարգը հայտնի։ Գյուտերից հետո կաթոլիկները անցել են փաստորեն մեզ համար, հատկապես բողոքական եկեղեցին, ու մասնակիորեն նաև կաթոլիկ եկեղեցու այդ ավանդույթները որոշակի իրենց մեջ հակականոնիկ, նույնիսկ կարելի ասել հերձվածողական ընթացք ունեն, քանի որ մեր եկեղեցին հավատարիմ է մնացել սկզբնական Քրիստոսի կողմից տրված падգամին։ Հիմա այսքան բանից հետո սա ասում է նրանք եկել խախտել են, եկեք այդ խախտումները փոխարենք Չէ, դե խախտում չկա, ամեն ինչը համաձայնեցված նույն։ Ու ես քանի որ ի պաշտոն եմ մասնակցել եմ, նաև երբեմն կամովին ցանկությամբ ասենք որպես քրիստոնյա այցելում եմ եկեղեցի եւ առիթա մասնակցում եմ նաև պատարագին, բայց ես մեր եկեղեցուց ճշտել եմ մեր հոգեվոր հայրերից, թե ինչ պահվածք որպես առաքելական եկեղեցու զավակ դրսևորեմ եւ ինձ ասել են, որ պատարագին կարող ես մասնակցել, աղոթակից լինել, բայց հաղորդություն պետք չի վերցնել, հաղորդություն պետք է վերցնել միայն առաքելական Սուրբ եկեղեցի, այդտենց էլ ես արել եմ, բայց ինքը այդ բանը խախտել է այդ կանոնը մեր եկեղեցու, որը այո, իմիջիայլոց ասեմ, այդ որ ասում ես, որ մեր եկեղեցին պահպանում է ավանդույթները, դա մենք միգուցե ուղղակի եկեղեցու հետևորդ զավակ լինելով կարող է միգուցե այդ ամենը խորհուրդը իր ամբողջ էության մեջ չենք զգում այնպես ոնց որ հոգեվորականներ, ի վերջո մարդիկ այդ կարելի ասել մասնագիտություն էլ ունեն, չէ՞, կրթություն են ստանում, բարձրագույն կրթություն են ստանում աստվածաբանության տարբեր տես։ Օրինակ լե հոգեվորականները, որ գալիս էին Հայաստան եւ վերադառնում էին, երբ որ ես առիթ ունենում հանդիպելու, իրանք հայկական եկեղեցու պատարագի ծեսից գիտես ինչ հրճվանքով էին, ինչ բավականություն էին, ասում եմ, տենց բավականություն, որ մենք ստանում էինք այդ եկեղեցու պատարագից, դա աներևակայել է, այսինքն իմանալով, հասկանալով աստվածաբանական խորհուրդը իմաստը, իրենք խորությամբ տեսնում են ու գնահատում են այդ պատարագի ու ասում են դա մեր համար մի աներևակայելի բավականություն է քրիստոնյայի համար, թեկուզ կաթոլիկ քրիստոնյայի համար, հայ առաքելական եկեղեցու ծեսով Սուրբ պատարագի մասնակից ելնելը։ Շատ կարճ հավելում հանեմ քո ասացին եւ ամփոփենք մեր հաղորդումը, մեր ասածը բնավ չի նշանակում, որ պետք չի բաց լինել քրիստոնեության մյուս ուղղությունների եւ ընդհանրապես համաշխարհային կրոնների հանդեպ։ Ես ընդհանրապես հետաքրքրվելով այդ հարցերով եղել եմ հնարավոր բոլոր կրոնական տաճարներում։ Քանիցս տարբեր երկրներում մզկիթ եմ մտել եւ ոտաբոբիկ ինչպես կարգն է, բուդդայական տաճար եմ մտել, սինագոգ եմ մտել, բնականաբար բողոքական, կաթոլիկ, ավետարանական եկեղեցիներ եմ մտել,
Բայց այդ ամենը, այդ ամբողջ փորձառությունը իմ մեջ միայն խորացրել է առաքելական եկեղեցու զավակ լինելու հավատամքը։ Սերը։ Շատ կարևոր է Այո, ավելի է սիրում քո եկեղեցին, այո։ ճանաչել, ուսումնասիրել մյուս կրոնները եւ կամ քրիստոնեության մյուս ուղղությունները։ Այդ պիսով հերթական անգամ համոզվել եւ հավաստիանալ, որ քո եկեղեցին ամենաարժեքավորն է քեզ համար, ամենահին արևելաքրիստոնեական եկեղեցին է, որ նրա սրբազան ավանդությունը ամենակարևորներից մեկն է համաշխարհային էկումենիկ ժառանգության մեջ, եւ դա կրկնում եմ ոչ թե փակում է քո մտահորիզոնը կամ թշնամացնում այլ կրոնների հետ, այլ ճիշտ հակառակը։ Ինչու են համաշխարհային տարբեր կրոնապետեր հանդիպում, ասենք օրինակ իմամները եւ կարդինալները բարբերաբար տարբեր շրջանակներում հանդիպում են, ընդհանրապես մեկ նպատակով՝ միջկրոնական համերաշխությունը զարգացնելու, որպեսզի հանրային կյանքը առողջ լինի, այսինքն անկախ դավանանքից, անկախ կրոնական պատկանելությունից, անկախ գաղափարական ուղղությունից մարդիկ նույն հասարակության մեջ համերաշխ ապրեն իրար։ Իսկ սա եկել է ինչ անում, մեր եկեղեցու մեջ է մեզ պառակտում։ Այսինքն եկել է հայաստանյաց առաքելական եկեղեցու մեջ, ընտրել է 10 եպիսկոպոսի, որոնց հանել է եկեղեցու դեմ, եկեղեցու կարգի, կանոնի, ավանդույթի դեմ, հասկանա։ Ամբողջ մեր եկեղեցին ներսից է քան։ Ինքն էլ մեր եկեղեցու հետ կապ չունեցող մարդ է, պատկերացնում ես, որ ասես քրիստոնյա լինի, հավատացյալ լինի, մեր եկեղեցու զավակ կլինի։ Լրիվ դրսից մի հատ մարդ եկե, մի թուրք։ Հաշվի մի հատ ասենք Ալաշուկյուր։ Ուղղակի անունը Նիկոլ։ Եկե մտել է մեր եկեղեցին ներսից քանդում, ծալատում, այնա որ ասես իր կամքո ակնհայտ է, չէ, վերջը ժամանակագրություն չէ գոյություն, երբ հասկսե, ոնց է ընթանում այս ամբողջ process-ները։ Ու այս զարմանում է, որ մարդիկ են մյուսները դա ինչ-որ ձևի հանդուրժող ունեն այս։ Ես չգիտեմ մեր եկեղեցու պահպանությունը ով է իրականացնում։ Դա մենակ հավատացյալներին թողնելը քիչ է։ Պետք է իրականացնի, ինձ թվում է Pantera Security մասնավոր պահանջական կազմակերպությունը։ Եթե նույնիսկ եկեղեցին դեռ չի համագործակցում այդ կազմակերպության հետ, ապա դա չի նշանակում, որ մյուս քաղաքացիները, մյուս կազմակերպությունները չպետք է համագործակցեն, որովհետև անվտանգային լայն սպեկտրի ծառայությունները որակով հավուր պատշաճի ստանալու համար պետք է համագործակցել իմ կարծիքով Pantera Security մասնավոր պահանջական կազմակերպության հետ, որը փորձառու անձնակազմով, հարուստ գիտելիքներով, ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչպես հեռավար, այնպես էլ ռեալ ժամանակահատվածում կարող է իրականացնել բնակելի, առևտրային, ուսումնական, բանկային հաստատությունների, կազմակերպությունների, քաղաքացիների գործունեության անվտանգության ապահովումը։ Դրա համար պետք է զանգահարել 010 53 78 50 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, երկու ճակատ ոդկասթի 118-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում Էդգար Ղազարյան, Դավիթ Սարգսյան, ամփոփեցինք շաբաթական լրահոսը, դա սիրով կանենք նաև մյուս ուրբաթ 21-ից 21-ին։ Ցտեսություն։